Իջել հետ պիտի գնանք։ Ինքդ քեզ դիմահարդարում կուրսում ուզում եմ պատմել կանանց եւ աղջիկների դիմահարդարման գաղտնիքների մասին ավելի մանրամասն, որպեսզի կարողանա գրագետ եւ գեղեցիկ կատարել դիմահարդարում։ Շատ լավ էր։ Մի հատ էլ անենք, բայց Էլ չեմ կարող։ Սպառվեց։ Այս հոդոպակում ուզում եմ ներկայացնել ձեզ տոննայինի ճիշտ օգտագործման եղանակը։ Եվ այսպես, դիմահարդարումը, որպեսզի լինի գեղեցիկ, որակյալ եւ լավ պահպանվի, նախ առաջի փուլում անհրաժեշտ է միցերալ ջրով, ես խորհուրդ եմ տալիս գարնիերով, շատ լավ մաքրել դեմքը։ Անպայման աչքերն ենք մաքրում։ Միցելյար ջուրը պետք է անպայման մաքրել տոնիկով։ Եթե կոշտություններ ունենք այս հատվածում մի քիչ այսպես փափկեցնում ենք։ Տոնայինից առաջ միցերալ ջրով մաքրելուց հետո անպայման դեմքը խոնավեցնում ենք։ Սկզբում խոնավեցնում ենք տոնյերով։ Տոնյերը չխառնեք տոնիկի հետ, քանի որ տոնյերը շատ խորն է մտնում մաշկի մեջ եւ ավելի խորքային է խոնավեցնում այն։ Մի փոքր տաքացնում ենք ձեռքերի մեջ, որպեսզի ավելի լավ մտնի մաշկի մեջ։ Ինչպես հասկանանք, տոնյերը ներծծվել է թե ոչ։ Եթե ձեռքը սահեցնում ենք մաշկի վրայով եւ այն չի սահում, ապա այն ներծծվել է արդեն, որպես բազա տոնայինից առաջ։ Հաջորդ էտապը խոնավեցնում ենք այս քսուկով, այն ոչ միայն խոնավեցնում է, այլ նաև ծառայում է որպես բազա տոնայինից առաջ։ Այժմ անցանք տոնայինին, անպայման տոնայինը քսելուց առաջ սպունգը խոնավեցնում ենք եւ լավ քամում։ Տոնայինը քսում ենք ներքևի հատվածից, քիչ-քիչ բարձրանալով, որպեսզի աչքերի հատվածը շատ խիտ չնստի։ Տոնայինը իջեցնում ենք դեպի վիզ եւ դեպի դեկոլտե, եթե այն բաց է։ Այժմ հերթը հասավ կոնսիլերին։ Լուսավորում ենք ճակատը, քիթը և դունչը։ Այժմ անցանք կոնտրիկին։ Ահա այսպիսի տպտպացնող շարժումներով անպայման Եթե ցանկանում եք, որ դեմքը մի քիչ սրվի, ապա ականջի վերևի հատվածից իջեցնում ենք դեպի բերանի անկյուն։ Իսկ դեմքին կլորություն հաղորդելու համար ականջի վերևի հատվածից բերում ենք դեպի շրթունքի վերնամաս։ Կզակը ընդգծելու համար պետք է այսպես տակի հատվածով վերև չբարձրանալ, պարզապես մքացնել։ Եթե դեմքը երկար է, դունչի ծայրը մքացնում ենք, որպեսզի դեմքը վիզուալ կարճանա։ Տոնայինը ֆիքսելու համար վերջում անցնում ենք դիմափոշիով։ Տարիքային մաշկի համար, որպեսզի գճիրները շատ չարտահայտվեն, աչքերի տակի հատվածը շատ թեթև ենք անում դիմափոշի։ Եվ հայլայթեր, այն դնում են դեմքի ուռուցիկ հատվածներին դրանք ընդգծելու և դեմքը լուսավորելու համար։ Եվ վերջում ըստ ցանկության կարող եք ավելացնել կարմրաներ։ Մի փոքր էլ կարող եք անցնել նաև աչքի վերևի հատվածով։ Եղեք խնամված եւ գեղեցիկ եւ շարունակեք բացահայտել գեղեցկության գաղտնիքները ինձ հետ։ Մի հատ էլ անենք, բայց նույնը։ Էլ չեմ կարող։ Սպառվեց։